Նայեք ժողովուրդ ջան, Հակոբոս Առաքյալի թուղթ, առաջի գլուխ, 22-րդ խոսքից ինչ է ասում Տերը Առաքյալի շուրթերով։ Ասում է, բայց խոսքը անող եղեք եւ ոչ միայն լսողներ, ձեր անձերը խաբելով։ Վասնզի եթե մեկը միայն խոսքի լսող է եւ ոչ անող, նա նման է այն մարդին, որ պշացած մտիկ է տալիս իր իսկական երեսին հայելու մեջ, որտեվ նայելով տեսավ իրան եւ անցավ եւ շուտով մոռացավ թե ինչպիսին էր, բայց նա որ ազատության կատարել օրենքի մեջ աչքը գծած մտիկ տվավ եւ նրանում կացավ, նա մոռացուկ լսող չեղավ, այլ գործ կատարող, նա իր անելովը երանելի է։ Այսինքն Աստծո խոսքը կատարողը, Աստծո խոսքով ապրողը նա երանելի է Աստծո առաջին։ Մարդկանց համար, մարդկանց աչքերին կարող է մոլորված լինես, չզարգացած լինես, դեռ 41-րդ դարը լինես, կամ էլ չգիտեմ, ներողություն, 41-րդ թիվը լինես, ոչ թե դարը, առաջի դարը լինես, մարդկանց համար հասկանում ես, բայց խոսք անող եղեք, ոչ թե միայն լսող ձեր անձերը խաբելով, այսինքն եթե մենք խոսքը միայն լսում ենք, բայց չենք կատարում, մենք լինում ենք մեր անձերը խաբող, մենք մեզ խաբում ենք, մենք լսում ենք խոսքը, ուրախանում ենք, բայց չենք կատարում, մենք մեզ խաբում ենք, ասում է հայելու նման պշացած նայում է եւ մոռանում է։ Այսինքն մարմինը մենք նայում ենք հայելուն, մարմնին տեսնում ենք եւ ինչ որ մի պակաս տեղ ունենք, մեզ ձև ենք տալիս, հա, զարդարում ենք, գեղեցկացնում ենք շատերը։ Հիմա Աստծո խոսքը համեմատում է հայելու հետ։ Աստծո խոսքը դա հոգու սրտի հայելին է, ժողովուրդ ջան, որ մենք պետք է նայենք Աստծո խոսքի մեջ, Աստծո խոսքին եւ կարդանք, տեսնենք, համեմատենք, նայենք մեր սիրտը, մեր հոգին ինչպիսին է, ինչ խնդիր ունի, ինչ մեղք ունի, ինչի բժշկվելու, ինչի փոխվելու, շտկվելու կարիք ունի։ Նայում ես հայելու մեջը, տեսնում ես քո մարմնավորդ ֆիզիկականը ինչ փոխվելու, ինչ սանրվելու կարիք ունի։ Աստծո խոսքի մեջ էլ նայում ես, պետք է նայես քո սիրտը, քո հոգին, սրտիդ հոգուդ հայելին Աստվածաշունչն է։ Պետք է Աստվածաշնչով եւ Աստծո հոգով մեր հոգին ու սիրտը զարդարել, փոխել։ Հասկանում եք, որ